Ֆրանսիայում ռեկորդային շոքերի հետևանքով գրանցվել է ավելի քան 1000 մահ, որոնց մեծ մասը տարեցների շրջանում է։ Այս մասին հայտնել է երկրի հանրային առողջապահության գործակալությունը։ Գերատեսչության տվյալներով բարձր ջերմաստիճանն ամենածանր հետևանքներն է ունեցել խոցելի խմբերի համար, իսկ իշխանությունները շարունակում են բնակչությանը կոչ անել պահպանել անվտանգության կանոնները եւ խուսափել երկարատև արևի ազդեցությունից։ Ֆրանսիայի Թոմբլեին քաղաքում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 11 մարդ է մահացել։ Տեղական իշխանությունների տվյալներով ինքնաթիռը պատկանել է պարաշուտիստների դպրոցին։ Զոհերի թվում են օդաչու եւ բոլոր 10 ուղևորները, 5 պրակտիկանտ պարաշուտիստ եւ 5 հրահանգիչ։ Ականատեսների խոսքով ինքնաթիռը բարձրություն էր հավաքում, երբ շարժիչի ձայնը հանկարծակի դադարել է։ Շրջանի ղեկավար Իվ Սեգին հայտնել է, որ միաշարժիչ օդանավն ուղղահայաց գահավիժել է դեպի ցամաքը։ Վթարը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող բնակելի տարածքում, իսկ բեկորները հայտնվել են հեծանվային արահետի վրա։ Դեպքի պատճառները դեռևս պարզվում են։ Սաուդյան Արաբիայի Ռասթանուրա քաղաքում երկրի նավթային հսկա Արմակոին պատկանող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 14 մարդ։ Ռոյթերսի փոխանցմամբ վթարի պատճառները դեռևս անհայտ են։ Դեպքի առնչությամբ սկսվել է պաշտոնական հետաքննություն։ Ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել Արմակոյի Ռասթանուրայից չվերամշակված նավթի բեռնափոխադրումները վերսկսելուց կարճ ժամանակ անց, որոնք շուրջ 4 ամիս դադարեցված էին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Յուտա եւ Կոլորադո նահանգների սահմանին մոլեգնող անտառային հրդեհների մարման աշխատանքների ընթացքում զոհվել է 3 հրշեջ, եւս 2-ը վիրավորվել։ Այս մասին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների բնական հրդեհների դեմ պայքարի ծառայությունը։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում երկրաշարժից հետո փլատակների մաքրման աշխատանքների ընթացքում գազի հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել վնասված շինություններից մեկի տարածքում։ Արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում։ Տուժածների կամ զոհերի մասին պաշտոնական տվյալներ դեռևս չեն հրապարակվել։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով Ռուսաստանում առաջացել են էներգետիկ ենթակառուցվածքների խնդիրներ եւ վառելիքի որոշակի պակաս, սակայն նրա խոսքով իրավիճակը կրիտիկական չէ։ Պուտինը նշել է, որ վնասված էներգետիկ օբյեկտները վերականգնվում են, իսկ համակարգերը շարունակում են գործել։ Նրա խոսքով անհրաժեշտ է արագացնել նավթավերամշակման գործարանների վերանորոգումը, ավելացնել վառելիքի մատակարարումները եւ ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նաեւ հայտնել է, որ բռնակցված Ղրիմում վառելիքի պաշարները սահմանափակ են եւ մատակարարումները կավելացվեն ցամաքային ու ծովային ճանապարհներով։ Միաժամանակ Պուտինը հայտնել է, որ ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը Ուկրաինայում եւ կրկնել, որ Մոսկվան չի պատրաստվում զիջումների գնալ հրադադարի կամ բանակցությունների պայմանների շուրջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանն ըստ ամերիկացի պաշտոնյայի համաձայնության են եկել ժամանակավորապես դադարեցնել փոխադարձ ռազմական գործողությունները, ապահովել նավերի անվտանգ տեղաշարժը Հորմուզի նեղուցով եւ շարունակել բանակցությունները։ Աղբյուրի փոխանցմամբ տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն այսօր Կատարի մայրաքաղաք Դոհայում փոխըմբռնման հուշագրի շուրջ։ Թեհրանը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ հրաժարվում է բանակցություններից պատճառաբանելով ամերիկյան հարվածներն ու իր գնահատմամբ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումները։ Վերջին օրերին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխադարձաբար մեղադրում էին միմյանց հրադադարի խախտման մեջ։